Շնորհակալություն։ Ժողովող 12-րդ գլխի 14-րդ խոսքը մի անգամից ուզում եմ կարդամ, որովհետև Աստված ամեն գործերը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ, թե բարի, թե չար։ Աստված ամեն գործք, ամեն գործողություն, գործքը գործողություն, այսպես ասեմ, ինչ որ արել եք, թե բարի, թե չար, ամեն բան բերելու է դատաստան է։ Դրա համար այսօրվա իմ խոսքը հենց սրա մասին է, որ ծածուկ բաներ կան արված, համ լավ, համ վատ։ Մենք սկսենք այն կետից, որ մարդը դեռ Ադամն ու Եվան Եդեմական պարտեզում մեղք գործելուց հետո իրանք առաջին բանը, որ արեցին, թաքնվեցին։ Այդ թաքնվելու բնավորությունը, ծածկվելու, ծածուկ այդ երկրորդ կյանքը դեռ ընդեղից սկսում է մեղքի բնության հետևանքը։ Մարդը, որ ուզում է ծածկում է։ Օրինակ խոսքա ռուսականին չի կարող դա ասել, հարեն լավալ, նո՞, ասում է մի երեսիդ խփեն, մյուսը դարձրու։ Լավ, էս մի երեսն է, բա երկրորդ երեսը որն է։ Ուրեմն մեր երկրորդ երեսը, եթե կեղծավոր է, չեն կարող դարձնել, բայց մեր երկրորդ երեսը, եթե մաքուր է, միշտ կարող ենք դարձնել։ Երես կոչվածը դա մարդու այն կյանքն է, որ ինքը ծածկում է, անում է, ապրում է։ Հիմա կասեք, ոնց, հավատացեք, որ շատ ծածուկ լավ բաներ էլ կան, որ անում է մարդը։ Այդ մասին կխոսենք։ Դրա համար քարոզը երկու մասի է բաժանված։ Մեկ ծածուկ, ուրեմն չար բաները, ամեն ծածուկ բաներ, բանի հետ, թե բարի եւ թե չար։ Մի հատ սրան զուգահեռ համարել կարդանք, որ էլ է նոր կտակարանում է շեշտում, ուրեմն երկրորդ Կորինթացիս 5:10-ն։ Որտեւ մենք ամենքս պետք է հայտնի լինենք Քրիստոսի ատեանի առաջին, որ ամեն մեկը ընդունի իր մարմնով ինչ որ գործեց, թե բարի եւ թե չար։ Նորից, թե բարի, թե չար։ Մենք Քրիստոսի ատեանի առաջ կանգնելու ենք։ Ժողովուրդ, սա բոլորին է վերաբերվում։ Որ ամեն մեկը ստանա իր արածների հատուցումը։ Ուստի այսօրվա քարոզից նպատակն է կարգի բերենք այն ծածուկ կյանքը, այն ծածկումը գտնված կյանքը, որը չի երևում մարդկանց։ Միայն դու գիտես եւ շատ անգամ մոռանում ես եւ չգիտեմ ինչի, շատերին թվում է, որ շատ տեսել եմ, մարդիկ գիտեն, թե Աստված էլ է մոռանում, գիտեն, թե Աստված էլ չի տեսնում եւ մտածում են, որ կանգնեն Քրիստոսի ատեանի առաջ, պիտի Աստված ասի դե լավ, սա կարևոր չի, սրան ուշադրություն չենք դարձնում։ Այդպես չի։ Ես ուզում եմ դուք ունենաք ամբողջական ավետարանը ձեր կյանքում։ Այո, նա մեռել է մեր մեղքերի համար, նրա արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից, բայց մենք շարունակում ենք ապրել կյանք։ Եվ երբ որ մենք ծածուկ կյանք ենք ապրում, թե լավ, թե բարի, դրա դիմաց հատուցում կա։ Միտեղ ասում է վարձք, միտեղ ասում է հատուցում, հա։ Երևի երկուսն են նույնը։ Ուրեմն մի հատ էլ տեղ ասեմ, Մարկոսի 4:22-ն է։ Որովհետև ծածուկ բան չկա, որ չհայտնվի։ Ժողովուրդ, ծածուկ բան չկա, որ չհայտնվի։ Եվ մի թաքուն բան չեղավ, որ դեպի հայտնություն չգա։ Որովհետև ծածուկ բան չկա, որ չհայտնվի, եւ մի թաքուն բան չեղավ, որ դեպի հայտնություն չգա, որ ի հայտ չգա, ասենց ասեմ։ Ամեն ծածուկ բան ի հայտ է գալու։ Այդպիսի բան չկա, որ նույնիսկ թաքնված մտքերը, սխալ մատիվները, սխալ դրդապատճառները մենք այսօր այս քարոզից հետո զբաղվելու ենք մեզանով։ Կարգի բերենք մեր ներսը, կարգի բերենք մեր ծածուկ սենյակը, կարգի բերենք մեր ծածուկ կյանքը, որ երբ որ կանգնենք Քրիստոսի առաջ, ոչ թե գլուխներս կախենք ամաչենք, այլ կարողանանք գոհունությամբ, շնորհակալությամբ մտնենք նրա արքայությունը։ Ուրեմն մի պատմություն եմ ուզում պատմել ձեզ, որը
տարիներ առաջ եմ լսել, տարբեր ձևի պատմել են, չգիտեմ ճիշտ ասուտա թե միֆա թե եւ այլն, ամեն դեպքում կարդացել եմ մի գրքի մեջ էլ, բայց ոնց լսել եմ, տես պատմեմ։ Ասում են, որ մի քարոզիչ, միսիոներ, որը որ գնում էր քաղաքից քաղաք, ավետարան էր քարոզում, եւ մի անգամ, ասում եմ, երբ որ անցնում էր մեքենայով, հանկարծ Սուրբ Հոգին խոսեց նրա հետ եւ ասեց. «Կանգնիր եւ գնա այս դաշտը, Քյալամի դաշտ ալնում կաղամն այդի, գնա այդտեղ եւ սկսի այդ կաղամբի դաշտում քարոզել»։ Կանգնի տեղ ու սկսի քարոզել։ Այս մարդը ասում է, ախր ստե դաշտերում գնում է կաղամբի դաշտա, ոչինչ չկա։ Ու Սուրբ Հոգին արթնացնում է իրան, ասում է, որ քարոզի այնպես, կարծես թե այստեղ լիքը ժողովուրդ կա եւ քարոզի այն ինչ որ տալիս եմ քեզ։ Եվ սա հոգով լեցված սկսում է քարոզել եւ հանդիմանական քարոզա տալիս եւ ասում է եւ Աստծո արքայություն չի մտնի ոչ մի մեղքերը թվարկում է, ոչ մի գողություն անող եւ այլն, դատապարտվելու եք մահով, վայ ձեզ, եթե չապաշխարեք, Տերը տանում է։ Վերջը, այսպես քարոզում է, ինչ որ տենց բանա քարոզում, Քրիստոսի սիրուց է քարոզում, որ ձեզ կապաշխարեք, Քրիստոսի սերը, շնորհքը բավարար է, որ ձեզ հավիտենական կյանք մտցնի, ուստի ապաշխարեցեք, վերջում էլ բերում ապաշխարության, ասենց այդ Քյալամի դաշտին քարոզումը ու շուրգալի գնում, նստում մեքենան, նորից գնում։ Անցնում են որոշակի ժամանակներ, տարբեր քաղաքներում քարոզումը, մի օր հետ գալուց տեղը տեյով անցնելուց դեռ լիքը ժողովուրդ է տեղ։ Կանգնում է, մոտենում, հենց մոտենում է, տեսնում է ժողովը, ասում է ինչ լավ է, մի հատ կաղոթենք միասին։ Տեսնում ես հովիվը բեմից իջավ, վազելով եկավ, գրկեց այդ մարդուն եւ ասեց. «Գիտես, այդ օրը որ դու ստեղ կանգնած քարոզում ես, ես եկել էի այս կաղամները գողանալու, գողության է եկել։ Եվ երբ որ հերվից տեսա, որ այդ մեքենան գալիս է, թաքնվեցի, թաքնված էի կաղամբի դաշտում, եւ դու երբ որ եկար քարոզեցիր, ես քո ամեն խոսքը ընդունեցի իմ սրտում եւ ապաշխարեցի, որից հետո հովություն եմ անում, այսքան մարդ ապաշխարել է եւ ասում եմ, որ այսպես ապաշխարեցի»։ Գիտեք, ես այս օրինակը էլ եմ ասում, տարիներ առաջ էի լսել, մեկ ասում է գոմում այդպես գնացեք քարոզել կով գողանալուց եւ այլն, բայց ամեն դեպքում կարեւորը սա է, որ մեր ծածուկ սրտի գործողությունները ամեն չերևացող քայլ Աստված տեսնում է, մեր ծածուկ արած գործերը Աստված տեսնում է, թե բարի, թե չար։ Ես ուզում եմ այդ երկուսը միշտ շեշտել։ Մի հատ Սուրբ գրային համար էլ կա, որ շատ ինձ դուր է եկել։ Դա Սաղմոս, կներեք, Հռոմեացիս 2:16-ն է, որ ասում է. «Այն օրը, որ Աստված մարդկանց ծածուկ բաները կդատի իմ ավետարանի համեմատ Հիսուս Քրիստոսի ձեռով»։ Պողոս առաքյալն ասում է. «Այն օրը իմ քարոզած ավետարանի համաձայն Աստված դատ է կայացնելու, բայց Հիսուս Քրիստոսի ձեռքով»։ Ուստի շնորհակալ եմ, որ Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Եթե այստեղ Հիսուս Քրիստոսը չլիներ, մենք կորած ենք։ Կա մի օր, որ մարդկանց ծածուկ բաները, ես ուզում եմ սրան վրա ուշադրություն դարձնենք, մարդկանց ծածուկ բաները։ Մի պատմություն պատմեմ, Իզաբելա ջան, թույլ դուք ասեք, որ պատմեմ։ Ուրեմն Մոսկվայից, որ մեր խաժակենք եկել էին, Իզաբելան մի հատ նվեր էր արել իրանց։ Այդ նվերը իրանք վերցրեցին, գնացել էին, ուրեմն դերեն են գնացել էին Մոսկվա, դե ինքը ինչ իմանար ոնց է եւ այլն, այդ նվերը իրանք տվել են դերեն Արմինեին։ Դերենը Արմինեն վերցրեն եկել ստե, չգիտեմ ինչ առիթ է եղել, վերցրեն գնացել Իզաբելայից տուն, այդ նույն նվերը նորից տվել իրան։ Ցիրկուլյացիան։ Մեր հայի մոտ հատուկ տենց շնորհ կա, էլի, որ մենք մի անգամ հիշում եմ, տենց Հայաստանում նոր տարվա մի հատ բամբաներ կա, տենց պտտվել էր, նորից եկել էր մեր տուն։ Ալիք ախպերս կհիշի, էդի
ձեր տաններ չէ եղել, թե ամեն տեղ եղել է։ Չէ, ամբողջ բանն էսա, որ այդ նվերի վրա Իզաբելան ասում մի հատ բան է արել, նշում։ Այդ նշածը, ասում ես տես ասացի, վայ, էսի ձեզ էս մարդնա տվել։ Վերջը պատտվել էր նորից եկել։ Մենք ինչ որ ցանենք, հետա դառնում մեզ։ Ինչ որ անում ենք, թե բարի, թե չար, ժողովուրդ ջան, ամեն բան վերադառնալու է մեզ։ Մի մտածեք, որ ծածկումը թաքուն տեղը արած որևէ սխալ գործողություն կամ դրական գործողություն, մի մտածեք, որ անհետևանք է մնում։ Ես ձեզ շատ եմ խնդրում, սա ուղղակի հիշեք։ Երբ որ մեկը ծածուկ տեղը փորձվում է եւ պարտվում է, դա իր կյանքի վրա անդրադառնում է։ Պարտվածի հոգեբանություն, պարտվածի այն որ ասում է, երբ որ ծածուկ տեղը փորձվում է ու ընտիր է գտնվում, դա էլ է անդրադառնում մարդու կյանքում։ Ոստի ես խնդրում եմ ձեզ, քրիստոնեությունը դա նա չի, ինչ որ մենք եկեղեցում կարող ենք իրար ցույց տալ։ Դա այն կյանքն է, որ մենք ապրում ենք Աստծո առաջ, որտեղ որ մեր բառերի չափերը, մեր խոսքերի արտահայտությունները, մեր սխալ վերաբերմունքը մեկը մյուսի հանդեպ։ Գիտեք, ստե մի հատ միտք գրած եղբոր հետ կապված մի հատ տեսնեմ հեսա որտե։ Սաղմոս 101-ի 5-րդ խոսքն է։ Նա որ ծածուկ բամբասում է իր անկերի դեմ, նրան կջնջեմ։ Նա որ ավետարան է, ամբարտավան է աչքերով եւ հպարտ սրտով, նրան չեմ կարող համբերել։ Նույնիսկ ծածուկ բամբասանքը, որ քեզ թվում է որ էլ ոչ մեկ մի բան ասեմ մեր մեջ։ Լսի, այդ մեր մեջի մեջ նաև կա Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ նրա աչքերից ոչինչ թաքնված չի։ Եվ ցանկացած սխալ արտահայտություն, բամբասանք, սխալ մածիվից բխած, սխալ դրդապատճառից բխած ցանկացած խոսք, հիշի, ետա վերադառնալու քեզ։ Նաև ծածկումը, որ աղոթք ես անում, դա էլ է, դրա պտուղը քաղելու ես, քո ճանապարհի պտղից ուտելու ես, քո արածները քեզ վերադառնալու է, պտտվելու է, գնա Մոսկվայով նորից գա քո տուն։ Նա վերադառնալու է քո մոտ։ Էլ եմ ասում, թե լավ, թե վատ, երկուսն էլ միասին։ Սաղմոս 90-ի 8-րդ խոսքը։ Մեր անօրությունները դրիր քո առաջին, մեր ծածուկ մեղքերը քո երեսի լույսի մեջ։ Մեր անօրությունները դրիր քո առաջին, մեր ծածուկ մեղքերը քո երեսի լույսի մեջ։ Ես ուզում եմ, որ սրա միտքը մենք նորից խորապես ըմբռնենք։ Դավիթը մեկ ուրիշ տեղ ասում է, որ ինձ մաքրիր իմ ծածուկ մեղքերից։ Գիտեք, ինչ է նշանակում ծածուկ մեղքեր, որոնք որ թաքնված են եւ ներսից հոշոտում են քեզ։ Գիտես, մարդ հարմարվելու հատկություն ունի։ Մեկ կինոներ, որ նայում եմ, այդ տեսնում եմ ոնց են մարդիկ գերության մեջ կամ իրական փաստերի վրա, որ գենոցիդներ ա եղել, այն մարդ ասում ես, լավ, ոնց են սրանք դիմացել, ոնց կարելի է մարդ այս դաժանությանը ոնց է դիմացել, ասենք, ահավոր բաներ, ստեղից չեմ ուզում ասեմ, ոնց են մարդիկ, բայց մարդը վարժվելու հատկություն ունի, նաև ունի վարժվելու հատկություն մեղքի հետ, Սամի քարոզից ուզում եմ օրինակ բերեմ, Աստված օրհնի Սամին, ասեց, երբ որ մասկեն դնում ես, հետո կամաց սովորում ես, էլ չգիտես որն ես դու, մասկեն ես դու թե մեկը, մեկ մարդը այդպիսին է դառնում և խառնվում է իրար, այնքան է սովորում իր ծածուկ մեղքերին և գիտի, թե դա իր մասն է կազմում, որովհետև մեղքերն էր իրանց հերթին, ռուսեն լավ անչում, ասում վդայու ձա սիբե, իրանց ներկայացնում են քո փոխարենը,
ամեն ծածուկ բան, ամեն ծածուկ մեղք Աստծո երեսից չի վրիպում, Աստծո աչքերը այնտեղը տեսնում են։ Եվ ասում ամեն արարություններ դրիր քո առաջին, մեր ծածուկ մեղքերը քո երեսի, լույսի մեջ է։ Որպեսզի ամեն բան պարզ լինի ու հայտնի լինի։ Ոստի չկա մի ծածուկ բան, որ ի հայտ չգա։ Որտեվ Աստծո խոսքը ներթափանցում է մարդու միտքը, ողն ու ծուծը եւ անցնում է միջև խորքերը, քննում է ամեն բան։ Այսինքն դա նշանակում է քո մտածմունքներն էլ թաքնված չի Աստծո առաջ։ Ոստի վախեցեք չար մտածելուց։ Հոբն ասում է, եթե ես չարիք մտածեի, այսինքն վախեցել է նույնիսկ չար բան մտածի։ Իսկ եթե չարիք ես մտածել, դրա համար էլ պետք ունես ապաշխարելու։ Մենք ասես մտքի մեջ մեղ գործել օին, հա, Հիսուսը չասեց, որ աչքով տեսար, սրտով ցանկացար, շնացար։ Էլուր մնաց մտքի մեջ ամեն հանցանքի համար պատասխան պիտի տաս։ Խնդրում եմ, բարյատկի բերեք, կարգի բերեք ձեր ներսի կյանքը, թաքնված կյանքը, ձեր մտքի սֆերան, թող այդ չերևացող աշխարհը կարգի գա։ Գեզեն դա մի ազնվորություն էր Հեսուի, ներողություն, Եղիսեի ծառան, Գեզին, այո։ Եվ երբ որ այնպես ստացվեց, որ Նեմանը ասորեցին եկավ, որ բժշկություն գտնի եւ հիշում եք, ասավ մտի Հորդանանը 7 անգամ լվացվի եւ կբժշկվես եւ այդպես եղավ։ Վերջը բժշկվեց ամեն դեպքում ու դրանից հետո շատ նվերներ բերեց, որ տա Եղիսեին, որ բերի տա Եղիսեին։ Եվ Եղիսեն հրաժարվեց վերցնել եւ այդպես այդ նվերների հետ կարգերը բարձած նորից գնաց այդ ուրախ զվարթ, որ ինքը բժշկվել է։ Հարուստ մարդեր շատ մեծ կարողություն էր բերել։ Գեզին չգիտես ինչի համար հիմար միտք անցավ գլխով, ուշադիր եղեք։ Գնամ, վազեմ, հասնեմ կարգերին եւ այդ ասորացուն ասեմ, որ տուր այդ նվերները, այդ որ բերել ես, վերցնենք։ Եվ երբ որ ետ եկավ, Եղիսեն սպասում էր։ Եվ երբ որ ասեց արդեն ժամանակն է հարստանալու, արդեն ժամանակն է ավարը հավաքելու, արդեն այդ ժամն եկել է հասել, լսի, չգիտես, որ երբ որ դու վազում էիր թաքուն, իմ հոգին քո հետ վազում էր այնտեղ էր։ Դու չգիտես, որ իմ հոգին քո հետ գալիս էր։ Այն որ գնացել էիր շահի կամ սենց ասեմ, ագահության հետևից, իմ հոգին այդտեղ էր։ Գիտեք ինչ եմ ես ասում։ Ծածուկ բան, որ պատկերացնում էր, որ Գեզին պատկերացնում էր, որ ոչ ոք չի իմանա, ինքն է։ Եվ երբ որ այդ ծածուկ արածը վերցրեց, գիտեք ինչ եղավ։ Ուշադիր եղեք այս պահը։ Այն բորոտությունը, Եղիսեն ասաց, այն բորոտությունը, որ նրա վրա էր, այդ ասորացի Նեմանի վրա էր, դա հետա վերադառնալու քո վրա ու քո սերունդների վրա, քո եւ քո սերունդների վրա։ Այսինքն նորից եմ ուզում հիշացնել, ինչ որ անում ես, հետա վերադառնալու, թե բարի, թե չար, այն ինչ որ ծածուկ տեղը արվում է, մի իմացի անհետևանք է մնում։ Ձեր ցանկացած սխալ քայլը հետևանք է տալի, ուղղակի այդ պահին չի երևում։ Բայց անցնում է ժամանակ, դու հայտնվել ես մի հատ սխալ տեղ, հայտնվում է մի ժամանակ, որ դու հայտնվել ես, ներողություն, պետք է մի քանի բաներ շեշտեմ։ Հայտնվել ես ծայրահեղ պարտքերի մեջ, հայտնվել ես ծայրահեղ դժվարությունների, հիվանդությունների մեջ, հայտնվել ես ծայրահեղ անեցքի դաշտ ինչքան կարելի է թվարկել, կամ շատ վատ է, վախի մեջ ես, կամ չգիտեմ, շփոթությունների եւ այլն։ Դե մի ինչ որ ասենք ասում եմ, նես չլինի, որ եթե մի հատ մեկը առողջական խնդիր ունի, ասի, այն ինչ էր ասում հովիվը, ես այդ նկատի չունեմ։ Ուզում եմ ասեմ, հետևանքներ կան արածների, որ ետ է վերադառնում քեզ տարբեր կերպերով։
այ օրինակ այդ գեզի երեխան երբ չեր էլ պատկերացնում այս բորոտությունը մեզ որտեղից արի ասա որ այն ագահությունը որ քո հերը սխալ ձևով ցույց տվեց իր հովից առաջ անցնելով վազեց գնաց վերցրեց սա ֆրած իր վրա ու իր սերունդի վրա եկավ Առակաց 27-րդ գլխի 5-րդ խոսքում ասում է լավ է հայտնի հանդիմանությունը քան թե ծածուկ սերը լավ է հայտնի հանդիմանություն գիտեք շատերն են եկեղեցում սիրում որ միայն սեր ցույց տանք բայց ահա որ դժվար են տանում հանդիմանությունը Նես չի որ ինձ շատ դուր է գալի հանդիմանությունը բայց պատկերացրա որ դու միանձնավորություն ես որ ինչ որ անում ես մեկը չկա որ քեզ հանդիմանի Միայն ընկերություն ես անում նրանց հետ ովքեր քեզ ոչ մի անգամ չեն ասի ունքիդ վերևը մաս կա հա ոնց են ասում աշկիդ վերևը ունք կա որ ոչ մի անգամ չեն ասի քեզ քո մի հատ սխալը չեն ասի որ ճակատդ մրոտ է դե ասեն ինչ սա պետք է ասեմ հետը խնդրեմ ունենամ ինչ սա պետք է չեմ ասի ավել լավա սուս մնա Եվ դարձել ես մեկը, որ չկա այլևս քեզ բոլորին, նրանք որ քեզ հանդիմանում են, բոլորին հետ խրկեցիր, մնացել ես ինքդ քեզ հետ, քո բնավորության հետ, խասյաթ եմ ասում։ Վերջ, էլ չկա մեկը։ Եվ այսպես ապրում ես։ Բայց թույլ տուր քեզ մի բան ասեմ։ Ես շատ եմ սիրում, ժողովուրդ ջան։ Իրականից ես հոտը սիրում եմ, ժողովուրդը սիրում եմ։ Աստված գիտի ծածուկ տեղը ինչ եմ անում ձեզ համար։ Բայց նաև մյուս բանն եմ ուզում ասել։ Թույլ տվեք սիրուց բխած նաև մի բան էլ ասել։ Հանդիմանությունն ու խրատս ընդունել լինի ձեզ համար։ Եթե մեկին հանդիմանում եմ, դա ոչ թե ձեզ չեմ սիրում, այլ այնքան եմ սիրում, որ հանդիմանում եմ։ Վայ ձեզ, եթե հանդիմանող չունեք։ Վայ ձեզ, որ մենակ եք մնացել։ Վայ ձեզ, եթե էլ մեկը չկա, որ քեզ կողքից ասի։ Մնացել ես ինքդ քեզ հետ։ Իսկ ծածուկ սերը, շատ եմ սիրում, բայց հանդիմանություն չեմ ուզում ընդունել։ Բայց Սուրբ Գիրքն ասում է, լավ է հայտնի հանդիմանությունը, քան թե ծածուկ սերը։ Պատկերացրիք, ինչ հետաքրքիր։ Մատթեոս 6:4-ում, մենակ ես մի տեղն եմ ասում, եւ մնացած տեղերն էլ 3 տեղ խոսում է այդ 6-րդ գլխում։ Կա ծածուկ ողորմություն, կա ծածուկ աղոթք եւ կա ծածուկ ծոմ։ Այսինքն բացի են վատ գործերն ու չար գործերը, որ մենք ասենք, կա նաեւ լավը, որ մարդ կարող է ծածկումը անել։ Եվ Հիսուսը սովորացնում է, որ ծածկումն արեք դա։ Բերեք Մատթեոս 6:4-ը կարդանք, գոնե օրինակի համար ես մեկը։ Որպիսի քո ողորմությունը ծածուկ լինի, եւ քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի։ Քո հայրը տեսնում է ծածուկ տեղը։ Այն թաքուն տեղը հայրը տեսնում է։ Ասում է, դա ասացի 3 բան՝ ողորմությունը, աղոթքը եւ ծոմը։ Այս 3-ը ծածուկ տեղը արա, այս ծածկումը կատարվածը հայրը տեսնում է եւ ինչպես է հատուցանում հայտնապես հատուցանում է մեկ էլ ես տեսնում մեկի կյանքում օրհնությունների շարան կա օրհնությունների հաջողություն կա ախպեր բայց ոնց եղավ ասեմ հələ ծածուկ կյանքը փորեք կտեսնեք թե որտեղից է այդ արմատները բխում որ արմատներից է բխում ծածուկը այսինքն այն օրհնությունները որ քո կյանքում կա դա արմատ ունի հիմք ունի ել եմ ասում ոչ միայն նյութականը ժողովուրդ ջան այլ հոգևորն էլ հետը մեկ նկատել եմ ոնց է որ մեկ էլ ես տեսնում մեկ եկավ նոր ահոգի շատ կար ժամանակ հետո հոգևոր կյանքում այնքան արագ է բարձրանում ու սենց երևելի ձևով ոնց Ռուբեն երեխեքի նման ասում ես բոյովանում մի անգամ ասում ես
Էս ոնց ասես բարձրանում էլ, էս մարդու հոգևոր կյանքը ոնց ասես բարձրանում։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր։ Հələ նրա ծածուկ կյանքը փորեք, տանը աղոթների մեջ է։ Տանը սուրբ գիրք ուսումնասիրում։ Տանը իր սենյակում ծնկի վրա անընդհատ շարունակաբար հետևում է Աստծուն, աղոթում է։ Այս մարդու ծածուկ կյանքը տեսեք, ցույց կտամ պատճառը խի է այտենց բոյբուսաթով աճում հոգևոր։ Ու դրա համար ոչ թե հետը կռիվ տանք, այլ օրհնենք ու մենք էլ սովորենք իրանից։ Հիսուսը այդպես էր սովորացնում։ Սաղմոս 19:12-ը արդեն շեշտեցի, ասեցի, ով է իմանում իր ծածուկ սխալմունքները, ծածուկ սխալմունքներից էլ սուրբ հարա ինձ, ծածուկ մեղքերից, ծածուկ սխալներից ինձ սուրբ հարա, մաքուր հարա։ Երկրորդ Կորինթացիս 4:2-ը շատ եմ խնդրում ես համարին ուշադրություն դարձնեք։ Բեր սկզբից կարդամ էլի մի հատ։ Մեկ է ստիր։ Սրա համար այս պաշտոնը ունենալով, ինչպես որ ողորմություն գտանք, չենք ձանձրանում, այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք, ուշադիր, ամոթալի ծածուկ բաները ինչ ենք արել, մերժել ենք։ Խնդրում եմ մտածենք այս մտքերի վրա, ամոթալի ծածուկ բաները ինչ ենք արել, մերժել ենք, եւ խորամանկությամբ չենք վարվում, եւ Աստծո խոսքն էլ չենք ծռում, այլ ճշմարտությանը հայտնությունով մեր անձերը ընդունելի ենք անում ամեն մարդկանց խշմտանքին Աստծո առաջ։ Գիտեք, բաներ կան, որ էլ եմ ասում, ուղղակի պետքա խոսքով ասես ոչ։ Քո մտքի մեջ ասես ոչ։ Կերակուրներ կան, որ երբ որ այդ կերակուրները գիտես, որ քո առողջությանը վնաս է, այդ պիտի մերժես։ Հա, չախ քորիկ աղբերներ ջան։ Պիտի մերժես, պիտի հասկանաս, որ տորտը համով է, բայց քո համար չի։ Կաս ասես, դուրս գալիս է, ավակ ջան, դուրս գալիս է, բայց չպիտի անեմ, չէ պիտի ասեմ, այսը ֆիզիկական եմ ասում։ Ամոթալի ծածուկ բաները մերժել ենք։ Մեղքեր կան, միգուցե նաև հաճելի է։ Միգուցե ինչ-որ տեղ քեզ դուր է գալիս, բայց պիտի կարողանաս մերժել։ Խնդրում եմ մի րոպե ինձ հետ եղեք, ուշադիր եղեք։ Որոշումներ կան, որ երբ որ դու որոշում ես կայացնում, բան չես ասել, պրոստը որոշում ես կայացրել։ Ես քեզ ասում եմ, այդ քո որոշումը կարա լինի քեզ անկման, ոչնչացման պատճառ, կարա քո որոշումը լինի ապրելու եւ կյանքի եւ օրհնության պատճառ։ Նույնիսկ քո որոշումները։ Ուստի շատ եմ խնդրում։ Նայեցեք ինչեր կա քո սրտի մեջ, ինչեր ունես պահված եւ եթե դա սխալ է, եթե դա Աստծո խոսքին դեմ է, մերժի այդ որոշումները։ Մերժի այդ սխալ որոշումները։ Ես գիտեմ, որ այսօր մարդիկ պիտի լինեն, որ ստեղ պետք է լինեն, բայց սխալ որոշում են կայացրել չեն եկել պաշտամունքի։ Սխալ որոշում են կայացրել ու չեն եկել, պրոստը տենց են որոշել։ Եվ սխալ որոշումները կարա անկման տանի։ Միշտ չի որ Տիրոջ ողորմությունը, այո, Տիրոջ ողորմությունը հավիտյան է, բայց 1, 2, 3, երբ որ տեսնի քո վերջնական որոշումը, գնա։ Սա Աստծո ներգործությունն է, որ ուզում եմ քեզ փոխանցել, որ քո որոշումների մեջ նայիտես, եթե չար մածիվներից է, ամոթալի ծածուկ բաները մերժել ենք, մերժում ենք։ Եվ խորամանկությամբ չենք վարվում։ Իհարկե, այստեղ հասկանում եմ Պողոս առաքյալը Աստծո խոսքի հետ կապված բան է ասում, որ կարողանանք ավետարանը հասցնենք մարդկանց սրտերին։ Դանիելի մարգարեության մեջ, սա երկու տեղ արագ կարդամ, որ ավարտին բերեմ։ 2:20-23։ Այսեմ պահն է, երբ որ թագավորը երազա տեսել եւ ոչ ոք չկա որ մեկնաբանի եւ բոլորին կոտորում են, բոլորին ոչնչացնում են, բոլոր իմաստուններին կոտորում են
Եվ Դանելը խոսեց եւ ասեց. Երբ որ Դանելին ասեցին մի բան արա, եւ առաջին բանը որ արեց, ինքը ասեց, գիտեք, երբ որ գնաց բանին Դանելը հավաքեց, չէ, 3 իր ընկերներին Սիդրակ Միսակ Աբեդնագովին կանչեց իր սենյակ եւ իրար հետ աղոտ քարեցին։ Դանելը խոսեց եւ ասեց. օրհնյալ լինի Աստծո անունը հավիտենից մինչև հավիտենից, որ իմաստությունը եւ զորությունը նրանն է, եւ նա է ժամանակները եւ ժամերը փոխողը, թագավորները իջեցնողը եւ թագավորներ դնողը, նա է տալիս իմաստունին իմաստություն եւ հանճար գիտնականներին, նա է խոր եւ ծածուկ բաները հայտնողը, նա է ինչը խոր եւ ծածուկ բաները հայտնողը։ Գիտեք էսի որներ թագավորի երազը, նույնիսկ երազը հայտնել էր Դանելին, որ գիտի մութի մեջ եղածը եւ լույսը նրա հետ է բնակվում, այսինքն այն խավարի մեջի եղածը ոչինչ չկա թաքնված աչքերից։ Քեզ ով իմ հայրերի Աստված օրհնում եւ փառաբանում եմ ես, որ իմաստություն եւ զորություն տվիր ինձ եւ հիմա ինձ իմացրիր ինչ որ խնդրել էինք քեզանից, որ թագավորի բանը մեզ իմացնի։ Այսքանը տեղավորվենք, որ կարողանամ մյուս համարն էլ ասեմ։ Տեսեք, թագավորը երազա տեսել եւ թագավորի սենյակում որոշումներ կան, բայց Աստված կարող է իր մարգարին, իր Դանելներին հայտնի։ Եվ այսօր եկեղեցին Աստծո Դանելը, եւ այսօր որ գիտես կարող է այն ծածուկ բաները Աստված հայտնել, մթության մեջի եղածը հայտնի բերել։ Նաեւ ուզում եմ գալ արագի մեջ վերջը, որ արդեն Հեսուի մարգարության 7:13 խոսքը 17-21 խոսքերը շատ կարճ պատմեմ, որպեսզի էլ չկարդամ ժամանակի առումով։ Այնպես ստացվեց, որ Իսրայելը գնաց պատերազմի եւ պարտվեց։ Նորից գնաց, երբ որ ասում եմ Իսրայել, հասկացեք, դա դուք եք։ Գնաց պատերազմի եւ պարտվեց։ Փորձյան հանդիպեց, պարտվեց եւ չէր կարող հասկանալ ինչ այլ է։ Հեսուն եկավ Աստծո առաջ հարցում անելու, թե ինչի համար այսպես լինում։ Եվ ասեց, որ քո ժողովի մեջ մեղքեր կան, մեղք կա թաքցված։ Եվ ինչ արեցին, դա վիճակ գցեցին, վերջի աղոտ կարին, բան արին եւ այլն, նորից հայտնվեց սերունդ գցելով, եկան հասան, մի հատ այս տեղը ուզում եմ արդեն կարդամ։ Վեր կաց 13 խոսքից, վեր կաց ժողովրդին սրբիր եւ ասա, եկուցվա համար սրբեցեք, որտեւ Իսրայելի Տեր Աստված այսպես է ասում, ով Իսրայել, ձեր մեջ նզովք կա, անեց կա։ Ինչ որ մեկը մի բան արել ու անեցքի հետևանք եկել, դրա համար էլ անընդհատ ժողովուրդը պարտվում է, անընդհատ ընկել այդ անեցքի դաշտը։ Ով Իսրայել, ձեր մեջ նզով կա, դու չես կարող կանգնել քո թշնամիների առաջին, մինչև որ նզովքը ձեր միջից վեր չառնվի։ Այդ անիծվածը միջև չանես, չես կարող էլ քո թշնամու առաջ կանգնել, պարտվելու ես, անընդհատ պարտվելու ես։ Եվ Հուդայի ազգատոհները մոտեցրին եւ այլն հերթով ասում է եւ նրա տունն իր մարդկանցով մոտեցրին Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբեդիայի որդի Քարմի որդի Աքարը բռնվեցավ։ Այդ թե հերթով բերին թե ով էս ինչի Աքարը մի բան էր արել։ Վերցրել էր ոսկե լեզուն, այո, եւ տարել էր, թաքցրել էր իր վրանի մեջ։ Եվ Հեսուն Աքարին ասեց, որդիս հիմա Իսրայելի Տեր Աստծուն փառք տուր եւ նրան խոստովանիր եւ քո արածը հիմա ինձ հայտնիր, ինձանից մի ծածկիր։ Եվ Աքարը պատասխանեց Հեսուին եւ ասեց, իրավ ես Իսրայելի Տեր Աստծո դեմ մեղք գործեցի եւ այսպես ու այսպես արի, այսինքն ավարի մեջ 1 լավ սենարի վերարկու եւ 200 սիկղ արծաթ եւ 50 սիկղ ծանրություն 1 ոսկի լեզու տեսա եւ նրանց ցանկանալով վերցրի եւ ահա նրանք իմ վրանի մեջ հողում թաքցրել եմ, արծաթը նրա տակին է, վերցրել եմ, տարել թաքցրել։ Տեսեք, ծածուկ արած մի գործ
որը որ չի երևում, մի հատ ծածուկ արած գործ, եւ դրա պատճառով արգելք կա, անընդհատ խնդիր է առաջանում, անընդհատ կարծես մի դժվարություն կա։ Հիմա դու կարող ես ասել, ինչա, եթե մեզանից մեկը մեղ գործի, բոլորը տուժում են, սենց ասեմ, ընդհանուր եկեղեցուն հաճախակի Աստված ուղերձ է տալիս։ Այսպես է ասում Աստված Սարդեեսի եկեղեցին, այսպես ասում, այս ինչի եկեղեցուն։ Ասում է, գիտեմ քո սերը, գիտեմ թողել ես առաջին սերը կամ եւ այլն։ Բոլորին էր ուղղում։ Ասեմ, միգուցե որոշները կան, որ իրանց հանդերձները չեն կեղտոտը։ Միգուցե կան որոշները, որ մաքուր են իրաց պահել, բայց եկեղեցու օբշի ընդհանուր բանի վրա, այն որ ասում աճի արտնության պրարիվ լինելու, ճեղքում ունենալու դրա վրա օբշի ազդում է։ Եվ դրա համար շատ կարևոր է այսօր ժողովուրդ ջան, հենց սկզբից կարդացինք, սրբվեցեք, մաքրեցեք, որ ձեր մեջ գործողություն է լինելու։ Աստծուց սկսվելու է շատ լուրջ ներգործություն։ Մենք որ այսօր չենք կարող շատերին հասնել, կարա նման բան լինի։ Մենք որ այսօր չենք կարող, օրինակ մի հատ կոպիտ օրինակ եմ ասում, շատ կներեք դրա հետ չեմ կապում, բայց օրինակ եմ ասում։ Միգուցե պատճառնես մեկը։ Այսքան դժվարությամբ են գազը քաշում։ Ինչ-որ մի արգելող բան կա, չգիտեմ, ով անում է սաղի մոտ, ստացվում է մեր մոտ շատ դժվար է ստացվում։ Էլ կռիվ անելով աղոթքով, էլ ճեղքելով, էլ պայքարելով, էլ խի, ծմերն անցավ չարինք, ինչ որտեղ հա դե կարանք ասենք, կանենք, բայց մի բան կա։ Գիտեք, մենք Աստծո զավակներ ենք, եւ եթե այս աշխարհը ծորեն է տալի, պատճառն է, որ դու կաս։ Դու գիտես, որ դու չլինես, Աստված իր զավակների համար է օրհնում այս երկիրը։ Ձեզանով է այս քաղաքը օրհնվում։ Ձեզանով է, որ Աստված ուզում է գործել, օրհնել։ Ինչ գիտես, երբ որ հափշտակությունը լինի, հենց դա է պատճառը, որ երբ որ չլինի եկեղեցին, ինչպիսի պատոհարվածներ կգան։ Ես շատ չեմ ուզում տարածվեմ, որովհետև քարոզս պետք է ավարտեմ, ուզում եմ գամ ավարտին։ Ժողովուրդ ջան, մեր ծածուկ կյանքը մի հատ էս պետք է ասեմ, մի անգամ երաս տեսա։ Ուրեմն եկեղեցով գնում ենք, ես պատմել եմ, պրոստը մի հատ եմ պատմում։ Եկեղեցով sense գնում ենք։ Մեկ էլ հերվից տեսնում եմ երկու եղբոր։ Հենց եկեղեցուն իրանք տենում են, միանգամից դառնում են գորտեր։ Հա, միանգամից դառնում են գորտ։ Ու ժողովուրդը գալիս են ասնում, պրոստը դե գորտերի կողքով ասնում են, կվկվում են կվակետ, հա, ոնց որ։ Ու բայց ես գիտեմ խո այդ գորտերը ով են։ Երկուսին էլ ճանաչում եմ։ Անցան, գնացին, հենց գնացին հեռու, նորից այս երկուսը դարձան նորից այն իրանք ոնց որ կան։ Հետ դարձա, ասի մի հատ ուզում եմ ձեր որտեղ եք մնում, էլի, տենամ մեզ որտեղ եք մնում։ Ինձ ուրեմն իջանք, որ այդ սենյակը տեսա, ահավոր կեղտոտ, ահավոր այն որ ասում վանյուչի, հա, շատ ահավոր կեղտոտ մի սենյակ էր հողի տակին, որտեղ իրանք ապրում են։ Հողից սարքած, ճիշտ ասած, զորով, տես բռնած փախատեղից չէի ուզում մնայի։ Ու հետո հիշում եմ, որ հերվից տեսա, այնտեղ մեծ երկրպագություն էր հերվում, մեր քուրերը երկրպագում են, մի քանի հոգու նույնիսկ դեմքով հիշում եմ։ Ու եւ որ զարթնեցի, ուզեցի հասկանամ, ինչ է կատարվում։ Եվ Տերը բացեց, որ սա իրանց ներքին այդ վիճակն է, ներքին սենյակի վիճակն է, իրանց այն ներսի ծածուկ կյանքն է, որ իրանք ապրում են, այս կեղտոտ սենյակը։ Իրանք կարող են, այո, դառնալ գորտ, կարող են դառնալ մարդ նկատի ունի, որ այո, հենց պետքա կարող են թաքնվել այսպես կորչել։ Բայց դրանից հետո շատ եմ ես perеживать եղել, այդ անձնավորությունները աշխատել եմ իմ կարծիքով ինչ որ բան ստացվել է, ինչ որ գործողություններ արվել է, բաներ է փոխվել։ Ամեն մեկը ձեզանից ասի կարող է ես եմ։ Ճիշտ էլ անում եք, տես մտածեք։ Դա նորմալ է։ Բայց ուզում եմ ձեզ մի բան ասել, որ քո ծածուկ սենյակը բարյատքի բեր։ Հիսուսը որ ուզում է գա քո ներսի սենյակը, ուզում է գա քո հետ բարեկամություն, ընկերություն է ուզում անի։
Դու կարող ես ասել Հիսուս արի իմ սենյակը, բայց էլի խառակ ծեր ցույց տաս։ Արի, ես քեզ ասեմ դու ինչ արա Տեր, բայց չէ։ Քո սրտի, քո ներսի Տերը խազայինը Հիսուսն է։ Ավելի շուտ թույլ տուր թող ինքը լինի, Հիսուսը լինի։ Երբ որ դու ես քո ներսի Տերը, քո խազայինը, ինչ ուզում անում ես։ Հիսուսի համար էլ մի հատ ուգլ ես սարքել միգուցե այնտեղ։ Ասում ես տեղ նստի կամ էս մի անկյունում նստի։ Երբ որ պետք կլինի, ես քեզ կխոսացնեմ, եթե պետք չլինի, հələ ես եմ ստե թակավորը, ես եմ ստե Տերը։ Քո սրտի գահին նայա տիրում եւ նրան է պատկանում ամեն բան։ Կոչ եմ անում, ժողովուրդ ջան, նորից եմ ասում, մեր ներսի սենյակը, մեր ծածուկ կյանքը, մեր ծածուկ գործերը բարյատկի բերենք, որովհետեւ դրանից կախված է քո վաղվա օրը։ Տերը օրհնի, կանգնենք աղոթքի։